Արթուն ենք շարժման ազգային ժողովի բոլոր պատգամավորները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նրանք իրենց պահանջը պատգամավորներին փոխանցել են անհատական նամակներով, որ խելամիտ ժամկետում 10 օրվա ընթացքում ազգային ժողովին իմպիչմենտ ներկայացնելու նախագիծ մշակեն։ Շարժման նախաձեռնող Էդգար Ղազարյանը լրագրողներին ասաց, որ 107 նամակ են հանձնում 107 պատգամավորի ակնկալելով անհատական պատասխան։ Նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը նշեց, որ իրենք այս նախաձեռնությամբ կոլեկտիվ անպատասխանատվության ոլորտից հարցը բերել են անհատական պատասխանատվության դաշտ։ Մայլյանի խոսքով այս պահի դրությամբ իմպիչմենտին դեմ է երկու մարդ, մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպիսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն։ Ոչ, իրանք սովորական պատգամավոր են, հանրային ծառայ, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետքա սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է պայմանավորված իրենցից տված խոստումները, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պիտի անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքներն ավելի շատ է, քան եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր պատգամավորները եւ պատգամավորների թիվը 107-ից իշնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Այսինքն ըստ էության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Մենք հենց այսօրվանից, այսինքն սկսած նախաձեռնություն ենք ցուցաբերելու, որպեսզի հանդիպենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության 3 նախագահների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Անպայման հանդիպում ենք փորձելու խնդրել եւ ստանալ հայեղափոխական դաշնակցության հետ, որպես քաղաքական կուսակցություն, զուտ սրանք, սրանք այսպես ասած կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու, որտեղ մենք փորձելու ենք գործընթացը նախաձեռնելուց, սկսելուց արդեն գետնի վրա այդ բոլոր process-ները սկսելուց առաջ բոլոր քաղաքական դերակատարների հետ հստակեցնել մեր մոտեցումները, միգուցե նաև ստանալ ինչ-որ արժեքավոր խորհուրդներ կամ արժեքավոր աջակցություն, կամ միգուցե իրանք ասեն չենք միանում